Ողջույն հայրենակիցներ, ուզում եմ անդրադառնալ ընտրությունների հետ կապված մանդատներ վերցնել չվերցնելու հարցին։ Լսեցի եւ Նարեկ Կարապետյանի խոսքը, որ ասում է, թե մենք պաշտոններ կարանք նշանակենք, թույլ տանք, որ նշանակեն, հետո նորից իմեջում էր տեղադրեցի Փաշինյան-Նիկոլյան խոսքը, որ ասում է, եթե մենք չընտրվենք սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին ահա որ հետևանքներով պատերազմ է լինելու, են որ վախացնում էր ժողովրդին, եւ իհարկե նաեւ տեսա, որ Ռոբերտ Քոչարյանը դիմել է սահմանադրական դատարան։ Նաեւ իհարկե տեսանք, թե ինչպես է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրեմն ամեն ինչ փորձում անել, որպեսզի ԲՀԿ-ի ձայները չհաշվարկվեն, ես այստեղ չեմ բացառում նաև, որ ՔՊ-ի ձայներն ավելացնեն, նո այստեղ իհարկե բնական է, պահանջվում է համադրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկած աղյուսակները կուսակցություններում առկա փաստաթղթերի հետ։ Ինչպես տեսակ, նույն Ուժեղ Հայաստանի 22 ձայնը գնացել էր լրիվ ուրիշ կուսակցություն, իսկ իրենց գրվել էր, եթե չեմ սխալվում, ԲՎՌ-ի 1 ձայնը։ Այսինքն, մենք իհարկե շատ լավ գիտեինք, որ դուք եւ քորեք, եւ անուշադիր եք, եւ անգրագետ եք, եւ նաեւ խիղճ չունեք, գուցե եւ ինչու գուցե, վստահաբար հայրենիք չունեք, բայց դե մենք դա իմանալով մեզ համար հասկանալի էր, որ դուք նման խախտումներ եք անելու, ինչպես ես ասել էի, էլի, իմ շրջապատում, որ այստեղ խնդիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովների ցուցակներում է։ Մի մանեկեք, որ հաշվարկների ժամանակ ինչ-որ բաներ կարան արածնեն, այո, այն ընտրախախտումները, որոնք տեղի ունեցել, դրանց մասին պետք է բարձրաձայնել, բայց խնդիրը այստեղ իրենք ոնց ուզել են այդ թվերը դասավորել են, հետո կասեն աչքներները շրիլեր։ Չէինք տեսնում, թե վերևն ու ներքևը ոնց այսպես է, էլի իրանց աչքերը, մեկը ներքևը նայում, մեկը վերև։ Ու ոնց հասկանում ենք, դա իրենց համար սովորական երևույթ է, բայց իմ կոչ հորդորը եւ ինչու ոչ նաեւ պահանջը կուսակցություններից, հատկապես Ուժեղ Հայաստանից, ում ես իմ քվեն տվել եմ, որ իրենք գնան եւ վերստուգեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկները։ Սա մեկ, երկրորդը, պարոն Կարապետյան, երբ որ դուք ասում եք, որ մտնեք ազգային ժողով եւ 5 տարվա ընթացքում ուրեմն 8 հոգի ՔՊ-ից կքաշեք ձեր կողմ, պարոն Կարապետյան, իրենց ընդամենը 2 հոգի է պետք, որ ձեր 3 թիմից քաշեն իրենց կողմ, եւ ես համոզված եմ, որ այդ 2 հոգին իրեն գտնելու են շատ հեշտությամբ։ Ամենաառաջինը իրենց ձեռքին է իշխանական ռեսուրսը, նույն ԱԾ-ն, որ ինչեր ասես բոլորի վրա ունի կամ կարող է սարքել։ Երկրորդ հերթին էլ ընտանիքի իրանք բարոյական արժեքներ չունեն, իրանց համար հային ոչնչացնելը, հային ճնշելը, հային նվաստացնելը զրո արժե։ Եվ այդ անբարոյականության համատարած արկայությունը իրենց շարքերում, իրենց առաջ ոչ մի կարմիր գիծ չի գծում։ Հետևաբար, իրենք շատ հանգիստ կարող են եւ սպառնալ, եւ առնել, եւ ես չգիտեմ օրինակ Նազարյանին ինչ են արել, որ երախուն տարան մորթեցին, ուրեմն հանձնեցին հողին ու դա էլ գնաց մտավ բանի նիկոլականների շարքերը։ Հասկանում եք, ասենք այդ գրժան վրեն, գուցե գրժա չգիտեմ, հիմա ամեն քայլի սրանք ունակ են եւ հնարավոր է ամեն ինչ անել, որ ընդդիմության շարքերից ընդամենը 2 հոգի, հետո նաեւ 9 հոգի քաշեն իրենց կողմից։ Դուք խոսում եք մի ամբողջ 8 հոգու մասին, են էլ ՔՊ-ական, որ իրենք հատուկ պարամետրերով են ընտրվել այդ կուսակցության ու այդ ցուցակի մեջ, այդ պարամետրերի մեջ, ասենք, գրած է հայրենասիրություն մինուս, արդարություն մինուս, սորոսական վիժվածքներին սատարել պլյուս, գյոթ ու գոմիկի վայ հազար ներողություն սատարել 2+, հա, ազգը սարքել տրանսգենդեր ազգ 3 խաչ,
չգիտեմ, բրուցելոզի ու մնացած ինֆեկցիաներին է, էլի որ խաչերով են նաև գնահատում։ Հիմա մերն է 3 խաչ ազգապղծելը, թմրանյութերի սատարում, թմրանյութերի օգտագործում 4 խաչ։ Այդպիսի մարդկանց, որ նույն ԿՊ-ն տարել է, մցել է իրար ցուցակ, որ իրենք օրինակ ծառայեն մեր ժողովրդի եւ մեր ուրեմն երեխեքի համար, դուք ուզում եք տենցներին ինչ որ մտածելով կամ բարոյականության վրա կազդեք կամ խղճի վրա կազդեք, այդ մարդիկ դա չունեն։ Հետևաբար դուք չեք կարող ազդել որևէ մարդկային հատկանիշի վրա, իսկ իրենք վստահաբար ձեզնից ու ինձնից ավելի շատ գումար են վաստակում եւ խնդիր չունեն այդ առումով։ Իրենք շատ հանգիստ այդ գումարը ձեզնից ավել են աշխատում, մեզնից ավել են աշխատում, պետությունից ավել են աշխատում։ Դա տենց։ Հետևաբար, այն պնդումը, որ դուք ասում եք գնաք եւ ազգային ժողովուրդ բալքիլ է, հա, Աստված գիտի, 5 տարվա մեջ 8 հոգու քաշեք ձեր կողմ, դուք հասկանում եք, չէ՞, որ մենք տարիներ չունենք, մեր մոտ օրերի հարցը։ Հաջորդը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ես իհարկե այդպես կոչ էի արել, իհարկե չհավատալով, որ նախագահը ինչ-որ մի արձագանք կտա, ինչ-որ մի ձևով կանի, բայց օքեյ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը միշտ եղել է իշխանամետ, միշտ իրանք ծառայել են իշխանություններին, միշտ իշխանական ստրուկ են եղել, մնում է նրանց վրա իրավական ճնշում գործադրել, այն է ստիպել, որ իրենք անեն իրենց գործը, ճիշտ հաշվարկ անեն, կամ էլ այդ հաշվարկը վերցնեք, ծամեք, տանեք, մտցնեք ուրեմն իրավական փաստաթղթերի մեջ։ Հաջորդը, պարոն Ռոբերտ Քոչարյան, դուք դիմել եք Սահմանադրական դատարան։ Ուզում եմ հասկամ, Սահմանադրական դատարանից ում եք դիմել, Սեդա Սաֆարյանի, Ստյոպա Սաֆարյանի քրուջը, թե այն Բեղ Միրուկովին, որ տեսակ ինչ անարդար կերպով եկավ մտավ Սահմանադրական դատարան։ Ես համոզված եմ, որ սա հերթական մանիպուլյացիան է ձեր ընտրողներին խաբելու, իհարկե ձեր ընտրողները կարող են ինձ հետ համաձայն չլինել, որովհետև ձեր ընտրողներն էլ մի հետաքրքիր մտածելակերպ ունեն, ու զոմբիացածելի վիճակ է ցավոք սրտի, բայց բնականաբար անհամեմատելի են նիկոլական զոմբիների, ես չեմ էլ պատրաստվում համեմատել, ուղղակի ես ուզում եմ ձեզ ասել, ձեր ընտրողներին բան չեմ ասում, որ այն, որ դուք պատրաստում եք դիմել Սահմանադրական դատարան, բերելու է ոչ մի բանի, եւ եթե դուք օրինակ անցած անգամ դիմեցիք, ես արեցիք այն այցքու հետո, մինչև վերջ գնայիք, կռվեիք, պահեիք ձեր մանդատը, պահեիք ձեր իրավունքներ, պահեիք ձեր ընտրողների իրավունքները, ես կասեի հալալա, այս անգամ գուցե ավելի լավ ստացվի, բայց դուք չէ, ուղղակի դիմել ենք Սահմանադրական դատարան, վաղ մյուս օրը որպեսզի դասագրքերում դա գրվի, ձեր ընտրողներ ասի, տեսակ, մեր այսօր նախագահը դիմել է Սահմանադրական դատարան։ Դա նույնն է, ոնց որ մենք դիմենք թուրքերին ու ասենք, բան արեք, մեր Արևմտյան Հայաստանը հետ տվեք, պատմականորեն մեր հողն է։ Դա նույն բանն է, թուրքը հետա տալիս, Քրքորյանը ձեր նախագահության ժամանակ ասեց, բերեք այդ հողերն առնեմ, Էրդողանը ասեց, բարև ձեզ եւ բարի ճանապարհ։ Հիմա ուզում եք դուք, որ մենք հավատանք, որ թշնամական Սահմանադրական դատարանի դուք դիմել եք եւ Սահմանադրական դատարանը որևէ արդարացի ոչ իշխանամետ որոշում է կայացնել, նման բան չի կարող լինել։ Հիմա ավելի հաշվարկները, ասված առաջ ես կարծում եմ, որ դուք ամեն ինչ պիտի անեք, առավել եւս ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է, հալալ է իրենց իրականում, որպեսզի անցնի խորհրդարան, սա չի նշանակում, որ ԲՀԿ-ն կռիվ է տալիս իր 5 մանդատի համար, սիրելի հայրենակից, սա շատ ավելի խորքային բան է նշանակում։ Եթե ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, ԲՀԿ-ի ձայները բաժանվում են 3 խորհրդարանական ուժերի միջև, այսինքն նրանց մանդատներն ավելանում են, բնականաբար առավել շատ ուրեմն մանդատ ստանում է, առավել շատ տոկոս հավաքած, այսինքն ԿՊ-ն, եւ ԿՊ-ն ստանում է Սահմանադրական ուրեմն բան, ոնց մեծամասնություն, 64 է լինում, ըստ Արփինե Հովհաննիսյանի հաշվարկի։ Այսինքն ԲՀԿ-ն է դրա ամբողջ 0.4
կամ 4000-րդական ուրեմն տոկոսի համար պայքարում է ոչ թե որ մանդատ ունենա կամ ոչ միայն որ մանդատ ունենա, այլ նաև նրա համար, որպեսզի ԿՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, եւ սա ողջունելի է, սա ճիշտ է, սա շատ կարևոր է եւ ես շատ եմ ուզում, որ ԲՀԿ-ն կարողանա հասնել իր եւ մեր ուզած նպատակին։ Հիմա ինչ է ասել Դանիել Հովհաննիսյանը։ Ես իհարկե փորձեցի գտնել իր խոսքը, իր գրառումների մեջ նայեցի չկար։ Եթե որևէ մեկը տեսել է, խնդրում եմ ինձ ուղարկել, ինձ փոխանցեցին պարզապես։ Դանիել Հովհաննիսյանը ասել է շատ լավ, ԿՊ-ն չունենալով սահմանադրական մեծամասնություն ունի օրենքներում փոփոխություն կատարելու բավարար մանդատ։ Կվերցնենք մենք էլ, այդ օրենքը կփոխենք, կսարքենք, որ սահմանադրական օրենք փոփոխելու համար անհրաժեշտ է ոչ թե 2/3, այլ ասենք թե 50 մանդատ, ну 50 չի ինքը ասել, ավելի քիչ մանդատ, ու ոնց կուզենք կանենք, ասենք դուք պատկերացնում եք բեսպրիդելը մեր երկրում տիրող, այս իրավիճակը, որ ով ինչ ուզում է անում է եւ որևէ մեկս ցավոք սրտի չենք կարող սրա դեմը կանխել։ Եվ այս լռությունը օքեյ է, լռությունը նորմալ է, որովհետև սա ժամանակ է, որ մարդիկ ծախսում են փաստեր հավաքելու վրա, գործ են անում, հա, պարտադիր չի, այդ ամեն ինչը Նիկոլի նման այդպես ուղիղ եթերում ուտելուց մինչև զուգարան գնալ ցույց տան, որ մենք տեսնենք, որ գործ են անում։ Լռությունը նորմալ է, հոգնում են մարդիկ մի փոքր պիտի գնան հանգստան, բայց իրենց քայլերը ինչ են պլանավորում իրենք անել, դա է անչափ կարևոր։ Ու ես մեկը նորից համոզմունք եմ արտահայտում, որ երբ որ Ռոբերտ Քոչարյանը դիմում է սահմանադրական դատան, դա չի բերելու ոչ մի բանի, որովհետև նույնն է, ինչ որ դու դիմես Թուրքին Արևմտյան Հայաստանը հետ բերելու պահանջով, սահմանադրական դատանը ամբողջապես նիկոլական, դեռ մի բան էլ իրենք են Նիկոլին ասում, ինչ արվի, մենք թևի դեմքերին լավ ենք ճանաչում, հետևաբար սա անիմաստ քայլ է, եթե դուք չեք շարունակելու ձեր պայքարը, եթե օրինակի համար մենք պատրաստ ենք տեր կանգնել մեր տված ձայնին, մենք պատրաստ ենք տեր կանգնել մեր հայրենիքին ու մեր արժանապատիվ խաղաղությանը, սա այն լկտի ու կզած խաղաղություն չի, ինչ որ այս ժողովրդին առաջարկել է Փաշինյան Նիկոլը, սա արժանապատիվ խաղաղություն է, որին որ մեր ժողովուրդը պատրաստ է տեր կներեք կտրվեց, մենք մեր տված ձայնը պատրաստ ենք կանգնել եւ մենք ինքներս մեզ հարց ենք տալիս, այ մարդ, այսքան մենք տեսանք ամեն ընտրատեղամասում հաղթում է միասնական ընդդիմություն, այդ ոնց ստացվեց, որ ԿՊ-ն հաղթեց, քիչ չէ, համարյա 50% ձայն հավաքեց։ Հետևաբար հարգելի ընդդիմության ղեկավարներ, ավելի ճիշտ ընդդիմության հարգելի ղեկավարներ, անդամներ, առաջնորդներ, մենք որպես ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց հայրենիքին, մենք պահանջում ենք, որպեսզի դուք տեր կանգնեք մեր ձայնին։ Գիտեք ինչու եմ ես կարծում եւ պահանջում եմ իմ կողմից իմ չափով, որ դուք մանդատներ չվերցնեք ոչ մի դիմադիրուժ, որովհետեւ առաջին հերթին այդ Փաշինյան Նիկոլի ասածը, որ եթե մենք չկազմենք սահմանադրական մեծամասնություն սեպտեմբերին սարսափելի ու կործանարար պատերազմ է լինելու, իրենք փաստացի դուք մտնում եք ինք սահմանադրական ուրեմն մեծամասնություն չի կազմում եւ արդյունքում լինում է պատերազմ, հա, ինչպես ինքն է պնդում, անգամ եթե դա չպետք է լինի, ինքը հրահրում է, հետո որ կանգնի ասի, տեսեք, ես ասել եմ սահմանադրական մեծամասնություն չանք, պատերազմ է լինելու, լինում է պատերազմ եւ դրա քիչ չի ժողովուրդը սա կոտորվում, քիչ չի տարածքներ են կորցնում, դրա արդյունքում են դուք մասնակից եք լինում այդ բանին պատերազմի կազմակերպմանը, դուք դառնում եք պատերազմի կազմակերպման մեղավորներից մեկը, այսպես, որովհետև մենք էլ ենք ձեզ մեղադրելու, որ ոչ մի լուրջ քայլ չարեցիք, որ սրանց շայկան հանեք, շպրտեք դուրս, եւ ամենակարևորը Փաշինյան Նիկոլ ում ձեռքին կա իշխանություն, բարատն իր ձեռքին է, ինքն է ձեզ մեղադրելու, ասելու տեսակ, այ որ դու գայիք ինձ հետ համագործակցելու, մենք այս պատերազմը չէինք ունենա։ Առավել հավանական սցենար կարող է լինել, որ Փաշինյան Նիկոլը ձեզնից կանչի
ասի ժողովուրդ, այդ շանտաժի տարբերակն է, ասի եթե ես հիմա այս համանդրական օրենքը չանցկացնեմ, եթե Դանիել Հյուրանիսյանի ասած տարբերակը չնի, որ օրենքը փոխեն պարզապես ինչ ուզեն անեն։ Ուրեմն կականչի հատկապես ձեր մեջի թույլերից, իսկ այդպիսի թիմ չկա, որ թույլ չունենա, կականչի կասի ազիս, լամի արիստե։ Ուրեմն կասի դու գիտես, չէ, եթե ես հիմա համանդրական օրենք չփոխեմ, եթե ես համանadrություն չփոխեմ, եթե ես ուրեմն անկախության հռչակագիրը չհանեմ, եթե Գերբիվրի ծառայացարը չհանեմ, եթե ադրբեջանցիքին չբերեմ, չբնակեցնեմ եւ այսպիսի բազմաթիվ եթեներ, ապա լինելու է պատերազմ։ Դու հայրենասեր ես, ճիշտ է, այդ էլ հոնիկոլը չկանչելու KGB-ի ԱԱՑ-ի աշխատողներ։ Դու հայրենասեր ես, դու մեր մոտ այստեղ ստորագրություն ես տվել, դու մեր գործակալն ես, դու մենք քեզ կբարձրացնենք, դու հնարավորություն ունես դառնալու հերոս, դու հնարավորություն ունես միլիոններ, վերջը հազար մի բան, ես ես կանեմ, որ մտածում իրանք ինչքան բաներ կմտածեն։ Ու այդ մարդուն սիրուն ակուրատի վերցնում են տանում են, սարքում են իրենց բացակայող երկուսը, այսինքն անկախ պատգամավորներ։ Ու այսպիսի բազմաթիվ են բանից իշխան, չգիտեմ, չեմ հիշում ինչի աներ են, որ էլի դարձավ անկախ պատգամավոր։ Նրանից լավը թող ոչ մեկ չլինի, ես չեմ ճանաչում այդ մարդուն, բայց նվիրյալներ ՀՀԿ-ի ոնց գնաց դառավ անկախ պատգամավոր ու ծառայեց Փաշինյան Նիկոլին։ Այնպես որ դուք, քանի որ որևէ մեկը, նույն Ռոբերտ Քոչարյանը, Գեգամ Նազարյանի վրա կասկածում էր, չէր կասկածում, տեսակ ինչ արեց ձեր գլխին։ Դուք չեք կարող երբևէ լիարժեք վստահ լինել ձեր թիմակիցների վրա։ Նույնը եթե չեմ սխալվում Բագրատյան Սերգեյը ԲՀԿ-ից էր, թողեց դուրս եկավ գնաց դարձավ անկախ պատգամավոր ու մինչև այսօր ծառայում է Փաշինյան Նիկոլին։ Չեք կարող որևէ կերպ վստահ լինել ձեր թիմակիցների վրա, որտեղ իրենք էլ մսից ու արյունից են։ Հետևաբար, եթե դուք մտնում եք ազգային ժողով, դրանց յուրաքանչյուրին կարող են վերբովկա անել եւ տանել ու ծառայեցնել իրենց, եթե իհարկե ամբողջ ձեր թիմը չհամագործակցի սրանց իշխանության հետ։ Այո, պետք է շատերն ասում են, որ չմտնեն ազգային ժողով, տեսեք ինձ դրանից ոչ մի բան, ոչ դրանից տակամ եմ, ոչ մրսում եմ։ Գազը, որ թանկացրեցին բոլորի նման, ես էլ եմ թանկինը վճարելու, ջուրը թանկացրեցին հաց, ես էլ եմ հաց ու ձու ուտում, միս ուտում, չգիտեմ, հա, կանաչի ուտում, բոլոր մարդկանց նման մենք բոլորս մարդիկ ենք։ Ու երբ որ ես խոսում եմ լրիվ ուրիշ տեսանկյունից, հասկանալով, որ ինքը մնա, չմնա, օրենք ուզենա փոխի, որ նա ուզեց օրենք փոխի, այնքան լազերիկաներ կգտնի, որևէ մեկը տակից դուրս գալ չեք կարող։ Ես հորդորում եմ, ես առաջարկում եմ ձեզ չմասնակցել այս տականքությանը, ուղղակի ամենակարևորը այս պահի դրությամբ, որպեսզի ԲՀԿ-ի մանդատները հաստատվեն, որպեսզի Փաշինյան Նիկոլը չստանա սահմանադրական մեծամասնություն եւ որևէ խորհրդարան չի կարող գործել առանց ընդդիմության։ Հետևաբար, եթե խորհրդարանում չի լինում ընդդիմություն, առաջամա քաղաքական ճգնաժամ։ 4 բարձրագույն կրթություն ունեցող մարդ եմ, դուք ինձ չեք կարող ասել, որ քաղաքական ճգնաժամ չի առաջանում։ Մեկն էլ քաղաքագիտությունն է մասնագիտություններիցս։ Ու ինքը կարա գնան, բայց դուք որպես արդեն մանդատը չվերցած եւ ընտրությունները չլեգիտիմացրած իրական ընդդիմություն, դուք արդեն խորհրդարանի դրսից շատ ավելի բան կարող եք անել։ Սուտ է, որ ասում են, աժամբյոնից խոսում են, մի հատ ուրիշ աժամբյոն սարքեք ձեզ համար, ինչ պրոբլեմ ունեք դուք, ոչ փողի պակաս ունեք, ոչ ռեսուրսի պակաս, ոչ մի բան, ոչ մարդկային, ոչ ֆինանսական, ոչ մի ուրիշ, ոչ ժամանակի, ոչ լրատվական ռեսուրսների պակաս դուք չունեք, սարքեք ձեր ազգային ժողովը, գանք, ընտրենք, ուրեմն բանը զուգահեռ ազգային ժողովն աշխատի, մեր ժողովուրդը իմանա իրանց է հարկ վճարում։ Ես կգամ իմ նոր ազգային ժողովի նոր քաղաքացի կլինեմ։ Ինչ խնդիր ունեմ այդտեղ, նոր անձնագիր պետք է հանենք ախպեր։ Մեզ պետք է ճամփորդել, այ մարդ չեմ ճամփորդի։ 1-2 տարի, եթե մենք մեր տարածքն ունենք, սեփականության վկայականներն ունենք, այդ գջրոտի ասած կադաստրի վկայականները, ամեն ինչը ունենք, փողը դուք ունեք, մարդկային ռեսուրսը դուք ունեք, սա ով է, երբ որ իրեն այլևս ենթարկվող չլինի, երբ որ լինի զուգահեռ օրինակ, այս պահին մտքովս անցավ, լինի զուգահեռ ազգային ժողով, կսարքեք զուգահեռ պետություն, ով է դա ձեզ արգելում, ով է դա ձեզ խանգարում։
Այն մարդիկ ովքեր բանն են, բայց չգնանք մանդատը վերցնենք, այդ դրա համար ցուցակում գրելուց առաջ պետք է իրանցից ստորագրությունը վերցնենք, որ պետք եղած դեպքում վերցնելու եք ու հանեք ուրեմն մանդատները չվերցնեն։ Այ հիմա եթե իրանք մանդատի կռվենան, դե պատկերացրեք Նիկոլենք ինչեր որ առաջարկեն, ինչ կռվներ են անելու ու ոնց են ձեզ դավաճանելու։ Դուք մի մտածեք, որ դուք այսպես ամենալավն եք ու ձեզ թիմակցած մարդիկ որևէ կերպ չեն դավաճանելու ձեզ։ Ցավոք սրտի այդպես չի։ Էն էլ այդքան ճանապարհ որ անցել են, եկել են մտել ձեր քաղաքական ուժեր։ Այո, կամ բարոյական մարդիկ, կամ պարկեշտ մարդիկ, որ պիստոլետը գլուխներին դնեն, իրանք ոչ մի ձևով ձեզ չեն դավաճանի, բայց ցավոք սրտի այդ մարդիկ շատ քիչ են եւ ցավոք սրտի ի վերջո այդ մարդիկ տուժում են։ Այդ մարդկանց վրա կարան սպանության փորձեր լինեն, այդ մարդկանց մասով կարան հազար ու մի տեսակի տերորներ լինեն, այնպես որ պետք է անպայման դրա դեմն առնել։ Շատ լավ բան է գրել մեր ընկերը, գրել է արտահերթ ընտրություններ լինելու են, սա հոյակապ ուրեմն իրավիճակ կլինի, ինչու, որովհետև հաստատի, եթե ընտրությունների արդյունքները չեղարկվեն կամ իշխանությունը համարվի ոչ լեգիտիմ, ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ։ Իսկ այն մանր մունր լնգու լավազները, որ 4 իշխանական ուժ, ներողություն 4 ուժ, որ ստացել է 2%-ից ավել, իրանք իմ վճարած հարկից փող են ստանալու, խիպիտ իմ վճարած հարկից ստանա փող ինքը, ոչ թե իմ թոշակառուն, որ ամսվա կեսից հաց ուտելու փող չունի։ Հսկայական ամեն քվեի հաշվարկով 1000 դրամ, դե դուք հաշվարկեք, ես իմ ինչքան փողեր են ստանալու։ Ես դրան դեմ եմ, ես այժմ ուզում եմ այդ օրենքը հանվի, չնայած շատ պետք է լուրջ քննարկել, որովհետև այո, անկախությունն է պետք, լիքը հարցեր կան այս կուսակցությունների մասով, այս թեմայի մեջ չի մտնում, բայց եթե գնում ենք արտահերթ նոր ընտրությունների, ապա ստացվում է, որ այն ուժերը, որոնք որ ստեղից ընդերից այդ փողը գտել էին, ընտրագրավ են վճարել, մասնակցել են, հիմա կարող է այդ ռեսուրսն այլևս չունենան եւ ստացվի ուժերը բանանեն, ես իմիջիալոց այստեղ շատ է քննարկվում, պարոն Ռոբերտ Քոչարյան, մի նեղացեք ինձանից, ես ձեզ հասցնում եմ, ձեր թիմակիցները ձեզ չեն ասում, բայց ես ձեզ ասում եմ, այն ինչ խոսում է ժողովուրդը։ Ժողովուրդը խոսում է, հենց մենք դեմ ենք Քոչարյանին, մենք գնում ենք պարտադիր ընդունում ենք Նիկոլին, լիքը մարդ ինձանից նեղացել է իմիջիալոց, որ ես իրեն այլևս այնպես չեմ վերաբերում, ինչպես նախկինում, որտեղ ինքը ընտրել է Նիկոլ։ Հիմա ասում են Սամվել Կարապետյան ձեր նետալու է Նիկոլին, Քոչարյանին, Արման Թաթոյան ձեր նետալու է Քոչարյանին, ԲՀԿ-ն ձեր նետալու է Քոչարյանին, ձեզնից են վախենում, պարոն Քոչարյան։ Մարդիկ ձեզնից են վախենում, դրա համար իրան գնում են Նիկոլին են տալիս նաև իրեն ձայնը։ Այո, ընտրախախտումները 50%-ով սրանց ձայնը ավելացրել է, բայց ձեզնից վախը շատ է ավելացնում։ Դուք կարող եք քննադատել, բայց դուք ճշմարտությունից փախչել չեք կարող։ Երևի թե այս աշխարհում միակ մարդը, որ առանց չարության ձեզ ճշմարտությունը ասում է, ես եմ։ Ես ձեզնից ոչ օգուտ ունեմ, ոչ վնաս ունեմ, ոչ ձեր հետևորդն եմ, ոչ ձեր թիմակիցն եմ, ոչ սպասելիք ունեմ, ոչ հավատում եմ, որ դուք իմ հայրենիքը կփրկեք, ոչ մի բանի, ոչ հավատում եմ, ոչ էլ ձեզ քննադատում եմ։ Դուք ձեր տարիներին հիշում եմ ունեցել եք տնտեսական աճ, ճիշտ է, գույք պարտքի դիմաց, չգիտեմ ինչեր արել եք, դաշնություններ եղել են, այս ժողովրդին դա հասնում է, այս ժողովրդին պինդ բռունցք է պետք, էդ էլ օքեյ է։ Բայց որ ասեմ, այս պահի դրությամբ դու կամ եթե դուք ուզում եք, որ ձեր տղան գա իշխանության, ինքը թույլ է, այդ քաղաքական բանը չունի, ամպլուան չունի, ու այսօր այդ դարը չի։ Դուք պետք է թույլ տաք, որպեսզի լրիվ նոր ուժեր, նոր ղեկավարներ գան, բայց ոչ թե լնգուլավազ 20-25 տարեկանները գան երկրի ղեկավար դառնան քաղաքապետարանում, չգիտեմ, ամեն մարզպետարաններում եւ այլ գան, գոնե թե 35 անցած մարդիկ, որ ունեն որոշակի կրթական ցենզ, որոշակի անցած ճանապարհ, որոշակի քաղաքական փորձ, որ այս երկիրը այս վիճակից հանվի։ Դեռ ես այստեղ չեմ խոսում թրիպի մասին, չեմ խոսում ընդեղ ամերիկյան զորքի, Իրանի վրա հարձակման, Իրանի պատասխան հարվածի, այն անգամ խոսել եմ, որ ռուսական գազի թանկացման պարագայում ազերական գազը կբերեք ենել եսին որ թվին, այսինքն այնքան թեմաներ կան, այս պահի դրությամբ սահմանափակվենք նրանով, որ ընդդիմություն կոչեցյալը միահամուռ ուժերով նախ սպասում է, որ սահմանադրական մեծամասնություն Փաշինյան Նիկոլը
ձևավորի, որից հետո դնում է մանդատը, որպեսզի չմասնակցի որևէ պատերազմի կազմակերպմանը եւ որևէ մեկը հանկարծ չհամարձակվի իրանց թիմից գնա թռնի Նիկոլի թիմ, որից հետո բոլոր իրավական եղանակներով փորձում եք այնպես անել, որ գնանք այլ ընտրությունների, կամ եթե արտահերթ ընտրություն չի լինում, առաջարկում եմ ձևավորել զուգահեռ կառավարություն եւ զուգահեռ ազգային ժողով։ Ես էլ ինչով կարամ կօգնեմ, լավ եղեք։